ինչ-որ առաջի օրվանից կանխատեսում ենք։ Հիմա ինչ ենք անում, վաղը անում ենք այդ հանդիպումը, կայանում է, քննարկում ենք, թե ոչ։ Դուք պետք է ասեք, որտեվ դուք եք նախաձեռնել, հիմա դուք պետք է կամ ցուցակը կրճատեք ինձ տակ։ Դուք եք կազմակերպում եք, դուք նախագահել եք։ Ունի Ալեն Սիմոնյան այդ իրավասությունը, ասի չեմ տալու վերջ։ Սա հայեցողական հարց է, ոչ։ Չէ, գիտես ոնց հայեցողական այդ իր ճրտեի դուքյանը չէ, էլի որ ինքը ոնց ուզին է ցանի, ոչ էլ իր հորտնից է բերես տանիճը, որ ուզի տա, ուզի չտա։ Այսպես ասենք, կա որոշակի ընթացակարգ, որով կարելի է հնարավոր լինի աշխատակազմի ղեկավարին կամ այդ գլխավոր քարտուղարին ինչ-որ կերպ ստիպել, որ տրամադրի մեզ դաշին։ Չկա այդպիսի աշխատաձև, աշխատավոճ, աշխատակարգ։ Չէ, ստիպելու չէ, բնականաբար կա դիմումը տալիս ենք ինքը պիտի բավարարի։ Եթե չի բավարարում ընթացակարգ այլ։ Ընթացակարգը բողոքարկման բան չունենք, մեխանիզմ չունենք, որ ինչ բողոքարանք մի հատ այդ գրություն ուղարկենք, իրանք նորից այդ գրությանը պատասխանեն, որ չէ, մենք տրամադրում ենք փոքր դահլիճը։ Օբյեկտիվորեն փոքր դահլիճում մարդկանց այն թվականակը, որ մենք ենք հրավիրել, չի տեղավորվելու, այսինքն մարդկանց որոշակի մասը չի մասնակցելու այդ քննարկումներին ու ես չգիտեմ նաև մյուսները դիրքորոշումը ոնց կլինի այդ առումով, որովհետև եթե ոչ բոլորն են մասնակցում այդ քննարկմանը, դա ինքը ասելու բան ունի ու չի գալիս։ Այդ դեպքում այդ հարցի պատասխանը կամ պետք է մեծ դահլիճ լինի, կամ պետք է փողոցը լինի։ Դե ստացվում է, որ մենք հիմա գործ ունենք խոսքի ազատության սահմանափակման հետ, այսինքն ընդհանրապես մարդիկ գալիս էին կարծիք արտահայտելու, ինչ որ խնդրի մասին բարձրաձայնել եւ հիմա հնարավորություն չտրվում իրենց կարծիք արտահայտել ազգային ժողովում եւ սա խնդրահարույց է։ Հիմա ես որևէ իրավական մեխանիզմ չունեմ, որ ձեզ նոր գործիքակազմի ասեմ, տեղեկացնեմ, որ մենք գնանք այս ճանապարհով կստացվի։ Հիմա իրենց բարեխղճությանն էր թողնված այս ընթացքում, որ իրանք գիտակցեին, որ մոտավորապես 200 հոգին չի կարող տեղավորվել 50-60 հոգանոց դահլիճում։ Եթե չեն տրամադրում, ժողովուրդ ջան, արդեն մենք պետք է հասկանանք ինչ ենք անում։ Անում ենք այդ փոքր դահլիճում քննարկումը, չգիտեմ, մի քանի փուլով, մի քանի օրով, թե ընդհանրապես հրաժարվում ենք այդ գաղափարից, որովհետև նախաձեռնությունը ձեզնից է եկել, դուք ոնց ասեք, ես ըստ այդմ կշարժվեմ։ Իսկ պաշտոնյա անձիկ դուք հրավիրել եք մեզ, Հրավիրել եմ։ արձագանք կա։ Դեռ որևէ բան չունենք, չէ՞։ Դեռ չունենք արձագանք։ Դե սովորաբար արձագանքը լինում է այդ օրը կամ գալիս են կամ չեն գալիս։ Դες նախապես չեն ասում։ Եթե մենք փորձենք այսօր ունենալ իրենցից արձագանք, Դե կարող այդ ենք դեպքում այսօր ազգային այն ժողովը կարա դա վերանայի, եթե պաշտոնատար անձինք են գալի, որոնք պիտի պատասխան տան հանրությանը, միգուցե այդ պարագայում միտք փոխվի։ Ես առաջարկեցի 2 սեսիայով օրինակ անել ինչ-որ բան, բայց եթե պաշտոնատար անձ է գալիս, բնականաբար 2 սեսիայով չի կարա գա։ Հետո զեկուցողներն 2 օր կամ 3 օր էլի օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա։ Հետո այն հարցերի շրջանակը, որ մեկը մասնակցելու է, մեկը չի մասնակցելու, ինքը կորցնում է իր օբյեկտիվությունը։ 2 օր կամ 3 օր այդ հարցի քննարկումը հնարավոր չի։ Դա հնարավոր է միայն մեծ դահլիճ եւ մեծ բազմաթիվ մարդկանց քննարկում, ընդհանուր քննարկում։ Իսկ մի հարց էլի, դուք որպես քաղաքացի փորձեցիք հրավիրել աշխատակազմից որևէ մեկին այստեղ, որ գա պատասխանի օրինակ, որպես քաղաքացի ձեր հարցերին։ Չէ, չեմ նախաձեռնել, փորձենք։ Ուսը քննարկում դա կարող ենք այսօր։ Մենք ունենք երկրորդ տարբերակը քաղաքացիական արդեն անհնազանդության։ Ես հույս ունեի, որ ընդհանրապես ազգային ժողովում կարող է լինեն մարդիկ, ովքեր կփորձեն այս հարցին ընթացիկ պատասխան տա։ Եթե թողնում եմ մեր վրա, ուրեմն դա արդեն մենք ենք որոշելու, տվյալ դեպքում նաև քաղաքացիական անհնազանդության ճանապարհը։ Ընթացքում մենք նաև դրա մասին տեղակայենք։ Հիմա մենք իսկապես որոշում կայացնելու խնդիր ունենք, որտեղ վաղվա համար հրավիրել ենք մարդկանց ու պիտի հասկանանք կայանում է նիստը, թե փոքր դահլիճում, թե չի կայանում ընդհանրապես։ Եթե տարաձայնություններ կա, դուք ինչ եք առաջարկում, որպեսզի ծնողների այս պահանջը ինչ-որ կերպ բավարարվի։ Իմ միակ առաջարկը այն է, որ ծնողների պահանջը պիտի բավարարվի 100%-ով եւ պիտի տրամադրվի ազգային ժողովի լիագումար նիստերի մեծ դահլիճը, որպեսզի բոլորը կարողանան գալ եւ լսված լինելու իրենց իրավունքը իրացնել, ինչպես նաեւ իրենց ազատ խոսքի իրավունքը, որովհետեւ մարդիկ ընդհանրապես ուզում են արտահայտել իրենց տեսակետը որևէ հարցի շուրջ, ընդ որում մեզ համար կենսական նշանակության եւ
հանրային կարևորություն ունեցող հարցի շուրջ, պատերազմի հանգամանքների վերաբերյալ։ Հիմա իրենց զեկույցը տարել թաքուն պահել են, հասկացանք, բայց զեկույցի մասին խոսել են արգելում կամ ընդհանրապես պատերազմի մասին խոսելն են արգելում։ Սա ինչ գործելակերպ է։ Իմ միակ առաջարկը եւ ողջամիտ առաջարկը դա է, որ պիտի բավարարվի։ Ձեզ համար ենթադրել է ինչու միանգամից առաջարկեցին փոքր դահլիճը, որովհետև միանգամի պահանջը ներկայացված էր մեծ դահլիճում կայանալ։ Իրենք միշտ ինչ որ մի բան փորձում են անել հակառակը։ Դա տարիների փորձն է, դու ինչ դահլիճ պահանջես, իրենք միշտ մի հատ ուրիշ բան են առաջարկում։ Այդ անցած 8 տարիների ընթացքում ես դրան բախվել եմ միշտ։ Դրա համար ես ծնողներին նաև ասել էի, որ մեծ հավանականությամբ իրենք հենց այդ դահլիճն էլ կառաջարկեն, բայց մենք բնականաբար պիտի փորձենք մաքսիմալը անել եւ բացատրելով, հասկացնելով, չգիտեմ, 10 հատ գրություն եթե պետք է նորից վերահասցեագրելով, պահանջել, որ իրենք տան մեզ անհրաժեշտ, թվականակով անհրաժեշտ դահլիճ։ Այստեղ ոչ թե սկզբունքի հարց է, այլ ընդամենը ֆիզիկական տեղավորվելու հարց, այսինքն 60-70 հոգանոց դահլիճ, ճշգրիտ չգիտեմ, ոնց ենք տեղավորելու մոտ 200 հոգի։ Բայց պատճառաբանություն ներկայացվեց։ Ոչ մի պատճառաբանություն, ոչ մի տրամաբանություն։ Ասում են մենք առաջարկում ենք սա։ Հա, կմահաճի, դրա համար է սա հայեցողական հարց է։